Պայքարի սիրելի ինգերներ, այստեղ նայում եմ առաջի բանը, որ մտա նոյեմբերյան, առաջի հայացքս նոյեմբերյանի ոստիկանության շենքին էր, քաղմասներից քանի հոգի մեր պայքարի ինգերներին հանել ենք։ Իրականում տավուշեցիները երկար տարիներ բոլոր հավաքները, հանդիպումները սկսել են քարոզով օրհնությամբ, Բաքրատ Սրբազանի օրհնությամբ։ Երեք պարոն Օհանյանի հետ Սրբազանի մոտ էինք եւ Սրբազանն արդեն տեղյակ էր, որ գալու ենք տավուշ, որոշեց իր օրհնությունը ուղղակի գրավոր գրել, որը խնդրեց փոխանցեմ։ Սիրելի հարազատներ, իմ սիրելի տավուշցիներ, սրտի խորքից ողջ սիրով ողջուններն եմ հղում ձեր մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում։ Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում եւ հասել են նաեւ ժամը ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքով ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում եւս։ Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք, պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաեւ մեր Արցախ աշխարհին։ Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ։ Չեք վախեցել եւ ոչ միայն չեք վախեցել, այլև ձեր բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին։ Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք, մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, եւ այդ խոսքը պիտի լինի հաղթական։ Եվ դարձյալ ասում եմ, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի եւ հայոց գալիք հաղթանակն այլ ընտրանք չունի։ Անպայման գնացեք ընտրության եւ վստահ եմ կընտրեք Հայաստանը։ Միասին կարող ենք, սիրով եւ աղոթքով, հաղթանակի տեսիլքով հայրենիքի կալանավոր Բաքրատ arczepiskopos Գալստանյան։ Վաղը մտնելու եմ Սրբազանի մոտ եւ կուզեմ նաեւ ձեր պատասխանը փոխանցել Սրբազան հորը, ասել, որ նոյեմբերյանում ասում էին միասին, 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 սիրելի հայրենակիցներ, շատ կարճ։ Իրականում այս ճանապարհը, որ գալիս էինք, ամենադժվարը մեր գալացողների մեջ պարոն նախագահի Սերան Օհանյանի համարը, որտեվ այո, մենք ամեն մեկս կապած է տավուշ աշխարհի հետ, նոյեմբերյանի հետ, այս սարերի հետ, բայց եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերան Օհանյանը այստեղ անգնահատելի ամագ ունեն դրած, վաստակ ունեն դրած։ Ամեն մեկը կարևոր ընտրություն կատարելուց միշտ համեմատության մեջ է։ Շատ հաճախ ենք այս քարոզարշավի ընթացքում նաև համեմատություն անցկացրել, թե ում ընտրել։ Ռոբերտ Քոչարյանին իր փորձով, իր հանգստությամբ, սառը դատողությամբ, թե լաչառին, հիստերիկին։ Հիմա նոյեմբերյանում կուզեմ մի համեմատությամբ դուք ընտրություն կատարեք։ Խոսքս ուղղում եմ նոյեմբերյանում պայմանագրային զինծառայողներին, երրորդ բանակային հերոսական կորպուսի բոլոր նախկին ներկա ծառայողներին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, առանց որևէ խոսք, այն Բաղանիսի մոտի նոր տարի պոստը վերցրել են մերոնք, վերցրել են մի անգամ Ռոբերտ Քոչարյանը կամ պաշտպանության նախարարը չի պոռոտախոսել, գլուխ չի գովացել, պետք է եղել վերցրել են։ Այս անհավասարակրի իշխանության ժամանակ, այդ սահմանազատում ասացի արդյունքում, որ էլի չէր մտնում, նոր տարի պոստը Թուրքին տվել են, էսա նոյեմբերյանի աշխարհի, տավուշ աշխարհի համար ավելի ուրիշ համեմատական չկա։ Չկա այս տարածաշրջանի, նայեք Սերան Օհանյանը շատ խոսեց, բանակի չեմ ուզում երկարացնել, նայեք, այստեղ այս 30 տարին հողը ջուրը հայրենիքը պաշտպանած, գնդապետի որդի անստած, գնդապետից գեներալից մինչև 20-25 տարի մարտական հերթապահություն
իրականացնող պայմանագրային զինծառայող, որոնք բոլորի վաստակը ջուրն են նետում, ասում են առաջ բան չի եղել։ Սրանք բանակը չեն սիրում, շատերը զինվորական ընտանիքներից եք, այս տավուշ աշխարհի հետ սահմանագծման անվան տակ Թուրքին հող տալող պաշտպանության նախարարությունում 7 հոգի ծառայող ունեցող մեկին, որը ոչ վառոդի հոտատես է, ոչ մարտական դիրքատես է, ոչ այն պահածոն կերելա ոնց որ ձեզնից շատերը մարտական դիրքում, մենակ սահմանագծման համար տվին գեներալ, չեղած մեկին տվին գեներալ, որտեղ սրանց համար գեներալ հետի պատիվ չի, զինվորական պատիվ չի, մարտական ծառայություն չի, ստորակարշությունն է, ու վերջում։ Անցնող տարիներին շատ հաճախ ա եղել, որ խոսել ենք, ինչպես պարոն Օհանյանն ասեց, ատեստացիայի, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ցածր է, ատեստացիա չեն անցնում բնական պատճառով, շատ հաճախ զանգեր եմ ստացել, ասել են ճիշտ է։ Այս ամբիոնից դիմում եմ մեր բոլոր պայմանագրայիններին, մեր բոլոր զինծառայողներին, ընտրություն գնալուց, ի վերջո զինվորական եք, վախը զինվորականի հետ անհամատեղելի է, մի կողմ եք դնում վախը, Պապիկյան Սուրոյից սկսած մինչև Ասերյաններ, բոլորի որ ձեզ ստիպելու են ոնց քվեարկեք, հիշեք, այս աշխարհում նոր տարի դիրքը վերցրել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, սրանք լուր, խոնար տվեցին թշնամու, ընտրությունն այդպես կատարեք, և հունիսի 7-ին ընտրում ենք համար, հունիսի 7-ին համար